Բարևել ենք, բայց ուրեմն այսօր կխոսանք 3 երկրների մասին, որոնք որ հայտնի են իրենց ալկոհոլով ու որոնք որ իրենց ալկոհոլն են միշտ խմում եւ վաճառում այլ երկրներին։ Առաջինը կներկայացնենք Ֆրանսիան։ Ֆրանսիան դա ինչով է հայտնի խոսքի, որ ալկոհոլով է։ Կոգնյակ։ Կոնյակով, այո։ Ուրեմն Ֆրանսիան, որը հայտնի է կոնյակով, կոնյակը բոլորս գիտենք, մանավանդ վերջերս լիքը կոնյակի վրով բազարներ եղավ, չենք անդրադառնում։ Երկրորդը, որ մեզ հայտնի է, դա Ամերիկան է։ Ինչով հայտնի USA-ը։ Bourbon։ Բուրբոնով, այո։ Բուրբոնը դա եգիպտացորենից պատրաստված վիսկին է, եթե չգիտեիք, բուրբոնը հնեցնում են կաղնեփայտե տակառներում, որոնք որ թոփ թազա են կաղնեփայտե տակառները եւ մեջից վառված։ Իսկ երրորդ տեղում գտնվում է Դավիթի ամենասիրելի երգիրը, ամենասիրելի իրանց նավարով, ամենաուժեղ նավարով, Գերմանիան, Դոյչլենդը հայտնի է շնապսով իրա, շնապսը դա մրգերից պատրաստած օղին է, որը որ գրադուսը մոտավորապես 20-ից 40 գրադուս է։ Գերմանացիները մինչ այսօր խմում են շնապսը, Գիտլերը չէր խմում, բայց գերմանացիները խմում են միջև հիմա։ Դավիթը նույնպես։ Գիտլերը вообще չէր խմում, բայց գերմանացիները նաև հայտնի են դեկաֆով։ Ու մաքուր արիացիները միայն դեկաֆ սուրճ են խմել, ու մենք էլ լավ գիտենք մաքուր արիացիները ովքեր են, ու իրանք մատիկներով երբ որ ցույց են տալի երրորդը, այսպես են ցույց տալի։ Հիշեք, այսպես պալիտն են ովքեր որ շպիոն են եղել։ Գիտլերը չէր խմում, զատո Եվա Բրաունն էր խմում, այն էլ Բեսսանտ էր խմում։ Եվա Բրաունն ով է, չխոսանք դրա մասին։ Ալո,